Լույս, եկել եմ երկու բան ասեմ գնամ։ Իմ թիրախում այսօր հայտնվել Լուսի բանակի չգիտեմ այդ բանակում իր դերակատարությունը որն է, Կարենա Անանյան, ինչ ասես մետ մի խոսքով։ Ուրեմն ես հիշում եմ, որ իրանք հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքին էին, Ալինայի հետ դերասանուհի։ Եվ մարտական պայքարում էին։ Հետո խոսակցություններ էին ֆրֆռում, որ դուք դառաք ընդդիմադիր, որովհետև ձեզ Նիկոլ Փաշինյանը ինչ որ բան չտվեց։ Նմանատիպ ըստ ասեկոսեների, ինչպես շատերն են, էլի, դա սիրում ասել, ըստ ասեկոսեների։ Այսօր Կարենա Անանյան, ուրեմն կուսակցությունը ինչա բացել, չգիտեմ, Լուսի բանակ եւ այնտեղ նստած քննարկում է հարցականի տակ դրել մեր ժողովրդավարական երկիրը եւ իհարկե վարչապետի խոսքը, երբ որ Ծառուկյանին ասում է, որ ամեն ինչ պետք է հանձնվի պետությանը։ Եվ իհարկե թքած ունի ժողովրդի քվեի վրա։ Ինքը տենց էլ ասում է, ես թքած ունեմ ուրեմն ընտրությունները, թե ինչպես կընթանան, եկեք միացեք Լուսի բանակին կոչ ան, որ միանան, որպեսզի փրկեն երկիրը, թե ինչից են փրկում, իրանք էլ չգիտեն։ Երևի իրանք իրանցից են փրկում։ Գիտես, ես քեզ խիչ եմ շատ անդրադառնում։ Պարոնուհի Անանյան, ինչի համար ասեմ։ Եթե մի տղամարդ, մենք խոսում ենք տղամարդուց, առնական հայ կերպար ունեցող տղամարդ։ Եթե մի տղամարդ կարողանում է մի կնոջ անկողինը հանել եւ թափահարել եւ այդ կնոջը խայտարակել, մենք քո դեպքը շատ տարիներ առաջ հիշում ենք, շատ սրբապիղծ կեղտոտ դեպքեր։ Ես չեմ ուզում կնոջ անունը տամ, որովհետև Փառք Աստծո այդ աղջիկը այդ տարիներին ես հիշում եմ ինչ ապրումներ ապրեց, ու գնաց Ամերիկա եւ Անժելաս ոտքի կանգնեց, այսօր Փառք Աստծո ինքը որքանով որ գիտեմ աղջկան էլ ամուսնացեց ու տենց։ Ու դու հանել էիր քո տեղաշորը, ինչևէ հանել էիր, sense թափահարում էիր օթով մեկ, որ տեսեք ես եմ։ Ուր է դա տղամարդ։ Այդ գլխիդ կոլձած շապկեն որ դրել ես, էդի որ վերցնեք տակը ոչինչ չկա։ Դրանից հետո գնացիր դերասանուհու Ալինայի ամուսինը դառար։ Դա ձեր խնդիրն է։ Ինքը քեզ ինչ ձևի տղամարդ է պահում իր կողը, դա էլ է ձեր տեղաշորային խնդիրը։ Բայց եթե մի տղամարդ կարողանում է իր անձնականը հանի, ճպսնի համացանց, խայտարակի ուրիշի աղջկան, դրա համար միջև օրս դու աղջիկ չունես։ Աստված քեզ այդ հաճույքը չի տվել։ Ու դու նստել ես այսօր, ասում ես թքած ունեմ ընտրությունների վրա։ Դե բա թքած կունենաս բե իհարկե։ Դու քեզանով բացել ես կակոյնի բույց մի հատ Լուսի չգիտեմ ինչ, հագնում ես վեշնի զինվորական, որը որ դու դրա արժանիքն էլ չունես, ու նստում ելույթ ես ունենում, զինվորական հագուստ։ Դու ով ես։ Ով ես դու, որ թքած ունենաս հայ ազգի խոսքի, քվեի կամ առհասարակ որոշման վրա։ Ով ես դու։ Դու են չէիր, որ Ալինա Մարտիրոսյանն էր ոնց որ չէ դերասանուհին, այո ոնց որ։ Դու են չէիր, որ կողը տուզիկի պես վազում էիր։ Հələ Ալինան կայացած է։ Եղե։ Քեզ քո մասով ինչ խոսենք։ Ես ուղղակի գիտես խի անդրադարձա քեզ, թե չէ դու այդքան չկաս, որ իմ էջերով անդրադառնամ, պարոնուհի Անանյան, որ դու իմ ժողովրդի քվեի վրա թքած ունես։ Եթե մի մարդ թքած ունի իր ժողովրդի ձայնի, իր ժողովրդի խոսքի որոշման վրա, էլ ինչից ենք խոսում։ Մի հատ է կասկածի տակ դնես վարչապետի խոսքը ամբիոնից ու քննարկես քո էջում։ Վարչապետը վարչապետ չէր։ Օծի ճտիպես պիտի գլուխը ճզմեր։ Դե լավ ես առավոտ շուտ չեմ ուզում այդքան չխայնանամ, որտեվ կարևոր այսօր գործեր ունեմ։ Մի քանի խոսք քո մասով էլի։ Կարենչիկ ուհի։ Եկել ես քննարկում ես վարչապետի խոսքը, անկախությունը, խաղաղությունը, ժողովրդավարական երկիրը։ Այդ չես, պաշտոնի մեռած չես։ Ըստ ասեկոսների
Դու էլ հիմա որ լսես կիմանաս ես ինչի նկատի ունեմ, որովհետև ես գիտեմ փաստ էր։ Ըստ ասեկոսների, ինչ որ բան ուզել ես, չէ՞ որ չի տվել։ Չէր էլ տալու։ Ես նոր ասի, մի տղամարդ չի կարում իր տեղաշորը պահի։ Իր լեզվի արանքը, ատամների արանքը, ուր մնաս քեզ ինչ որ բան դավերի անեին։ Կնոջ պղծողը ինքը հենց պիղծ է։ Դե քեզ բարի օր ուրեմ։ Բոլորիդ բայելու ժողովուրդ ջան, բայլու սախար մոտա էլի, հա։ Գնացի ես։ Էթամ հետո էլի կգամ։